Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Վերջին օրերին ներքաղաքական դաշտում լարվածությունն ու փոխադարձ մեղադրանքները հասել են նոր մակարդակի։ Իշխանության եւ ընդդիմության միջև հռետորաբանությունը գնալով կոշտանում է, հատկապես անվտանգային սպառնալիքների, հնարավոր պատերազմի, խաղաղության օրակարգի եւ առաջիկա քաղաքական գործընթացների շուրջ։ Հանրության մեջ ակտիվորեն քննարկվում են նաեւ սահմանադրական փոփոխությունների հարցերը։ Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է։ Պարոն Կոնջորյան, շնորհակալություն համար սկսենք վերջին օրերի ամենակննարկվող ըստ էության թեմայից։ Դուք ասում եք, եթե մեզ չընտրեք, մենք չընտրվենք, պատերազմ է լինելու։ Ընդդիմությունը ասում է, սրանով իշխանությունը սպառնում է։ Այդ դեպքում ըստ ընդդիմության ինչու եք սպառնում ժողովրդին։ Տեսեք, մենք իրար կողք ենք դնում փաստերը եւ եզրակացություն ենք անում այդ փաստերից։ Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր ասուլիսներից մեկում ուղիղ հայտարարել է, որ մենք չպետք է բավարարվենք Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետրով։ Ընդ որում տարածքն սխալ էր ասում, չէր հիշում, որպես Հայաստանի նախագահ աշխատած մարդ, չէր հիշում, ասեց 29000 ինչ բան խառնվեց, այնտեղ միտեղից հուշեցին։ Այսինքն մարդը հստակ ասում է, որ եթե մենք գանք իրենք իշխանության, ապա մենք Հայաստանի տարածքից դուրս տարածքային հավակնություններ ենք ցուցաբերելու։ Բնականաբար Ռոբերտ Քոչյանին նայում են ոչ միայն Հայաստանում, նայում են նաև Հայաստանից դուրս։ Եվ դա ընդունում են որպես ուղերձ, որ եթե ընդդիմությունը եկավ Հայաստանում իշխանության, դա նշանակում է, որ ըստ էության հավակնություններ է ցուցաբերելու այլ երկրների նկատմամբ։ Ռոբերտ Քոչյանը իր վրա վերցրել է պատերազմի հրձիքի գործառույթը։ Բացի Ռոբերտ Քոչյանից, մյուս քաղաքական ուժերը եւս հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես են գալիս խաղաղության ճարտարապետության վերափոխման տրամաբանությամբ։ Ասում են, որ պետք է գան եւ պետք է վերաբանակցեն խաղաղության պայմանագիրը, ասում են, որ պետք է ըստ էության փոփոխությունների ենթարկեն TRIP նախագիծը, պետք է TRIP-ի մեջ ներգրավեն Չինաստանին, Ռուսաստանին, իսկ TRIP-ը բացառիկ Հայաստան Միացյալ Նահանգների նախագիծ է։ TRIP-ը Հայաստանի ոչ միայն տնտեսական զարգացման կարևորագույն երաշխիք է, TRIP-ը նաև տարածաշրջանում խաղաղության կարևորագույն երաշխիքներից մեկն է։ Երբ որ քաղաքական ուժերը հանդես են գալիս խաղաղության համաձայնագրի վերափոխման, վերաբանակցման օրակարգով, երբ որ հանդես են գալիս TRIP-ի վերափոխման օրակարգով, երբ որ ասում են, որ 29743 քառակուսի կիլոմետրը բավարար չի, երբ որ այդ նույն ընդդիմադիր ուժերը ընդամենը 2 տարի առաջ սահմանազատման գործընթացի ժամանակ փորձում էին վիժեցնել սահմանազատման գործընթացը եւ ասում էին, բանով Կիրանցի միջոցով գնալու ենք Ղարաբաղ, երբ որ այդ նույն ընդդիմադիր ուժերը իշխանություն վերցրեցին Ղարաբաղում, հիշեցնում եմ 2023 թվականին, այսօրվա ընդդիմությունը իշխանությունը զավթեց Ղարաբաղում, սեպտեմբերի 9-ին Սամվել Շահրամանյանին ընտրեցին նախագահ, դրանից ընդամենը 10 օր անց իրենք երգում են, ասում են չկան նման բան, ընդամենը 10 օր անց սկսվեց ռազմական գործողությունները, իսկ ամսի սեպտեմբերի 26-ին ընդամենը 17 օր անց Սամվել Շահրամանյանը ստորագրեց Ղարաբաղի լուծարումը։ Երբ որ հիմա հերքմանն եմ անդրադառնում, երբ որ հերքում են, երբ որ Սամվել Շահրամանյանը ընտրվեց, այդ ժամանակ հրապարակային կա, օրինակ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին, շնորհավորել է եւ նաեւ Սերժ Սարգսյանի թիմն է շնորհավորել եւ հույս են հայտնել, որ նույնը տեղի կունենա Հայաստանում։ Ոնց կարա իրանք հիմա ասեն, որ իրանք կապ չունեն։ Ոնց կարա Դաշնակցությունը հիմա ասի, որ իրանք կապ չունեն դրա հետ։ Այսինքն իրենք արդեն իսկ փորձ են ունեցել Ղարաբաղի օրինակով իշխանությունը զավթել են, որին հաջորդել է պատերազմը, որին հաջորդել է Ղարաբաղի լուծարումը։ Եվ իրենք ընդ որում փորձում էին նույն բանը անել Հայաստանում այն ժամանակ մենք թույլ չենք տվել եւ ժողովուրդը թույլ չի տվել եւ հունիսի 7-ի ընտրություններում եւս ժողովուրդը թույլ չի տալու, որովհետեւ եթե այս ուժերը Հայաստանում զավթեցին իշխանությունը, միանշանակ է, որ դրան հետևելու է լայնամասշտաբ պատերազմ։ Երբ որ անգամ նշում եք սեպտեմբեր, հա, ասում եք, այ պատերազմը կարա դիցուկ լինի հենց սեպտեմբերին, ընդդիմադիր ձեր գործընկերներից, օրինակ Գառնիկ Դանիելյանը խորհրդարանական միջանցքում լրագրողների ճեպազրույցում ասաց, այ ինչ գիտեն սեպտեմբերին, Ալիևի հետ ինչ որ բանակցել են, Ալիևի հետ ինչ որ խոսակցություն կա այդ մասին, այսինքն նրանք սա դարձյալ կապում են Ադրբեջանի հետ պայմանավորվածության։ Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք մի հարցում, պայմանավորվել ենք, որ խաղաղություն պիտի լինի։ Նախաստորագրել ենք խաղաղության համաձայնագիրը, ստորագրել ենք խաղաղության հռչակագիրը եւ արձանագրել ենք, որ մենք գնում ենք խաղաղության ճանապարհով։ Սա ենք մենք պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Բայց եթե Ադրբեջանը տեսնի,
որ Հայաստանում իշխանությանը գալիս մի ուժ, որը ասում է, որ 29743 քառակուսի կիլոմետր իրենց բավարար չի, դա բնականաբար ուղերձ է լինելու, չէ, Ադրբեջանին։ Նույն Գառնիկ Դանիելյանը երեք նաև խոսում էր այն մասին, որ այո, իրանք այսքան չի հերքել են բանը, որ եթե իրենք գան, ապա իրենք գնալու են, Ղարաբաղը հետ են։ Վերադարձի իրավունք ասում են։ Այո, այսքան այս գործընթացները, այս բոլոր գործընթացները իրենք բերելու կոնֆլիկտացին գործընթաց են լինելու։ Սրանք բերելու են խաղաղության այսօրվա ճարտարապետության փլուզմանը, եւ այդ ճարտարապետության փլուզման արդյունքում տեղի են ունենալու էսկալացիաներ Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին 2 տարիների ընթացքում որևէ զոհ չի գրանցվել կրակոցից։ Սա խաղաղություն է։ Եթե հանկարծ Հայաստանում ընդդիմությունը եկավ իշխանության, այդ խաղաղության ամբողջ մթնոլորտը փլվելու է։ Սահմանազատման գործընթացը մտնելու է փակուղի, որովհետև Դաշնակցության 004 շրջաբերականում ձևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի համար շահեկան չէ ունենալ սահմանազատված սահման։ Նույն ընդդիմությունը բոլորով աջակցում ու պաշտպանում էին Բագրատ Գալստանյանի շարժումը, որը սկսվեց Տավուշից եւ նպատակ ուներ վիժեցնելու սահմանազատման գործընթացը եւ հիշեցնեմ, որ Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ իրենց շարժումը օրհնել է նաեւ իրենց բարերով կաթողիկոս է Կտրիչ Ներսիսյանը։ Այսինքն բոլոր այս ուժերի համախումբը, այդ թվում նաեւ այդ նույն Կտրիչ Ներսիսյանի պաշտպանությամբ հանդես եկած Սամվել Կարապետյանը եւ իր նորաստեղծ ուժը, նրանք բոլորը ըստ էության հանդես են գալիս խաղաղության օրակարգի եւ խաղաղության բանակցման եւ ըստ էության խաղաղության ճարտարապետության փլուզման դիրքերից։ Իրենք ասում են դա լրիվ այլ իրականություն է, ինչի մասին որ դուք հիմա ասում եք։ Ասում են մենք ուզում ենք բնականon, ով կա որ չի ուզում խաղաղություն։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց ուզում ենք արժանապատիվ եւ ուժեղ խաղաղություն։ Իրենց խոսքերն են։ Այո, արժանապատիվ խաղաղությունը այն խաղաղությունը, որ այսօր ծնողը իր զավակին ուղարկում է սահման հանգիստ խղճով, արժանապատիվ խաղաղությունը այն խաղաղությունը, որ ոչ մի ընտանիքում 2 տարի է կորստի ցավ չի եղել պատերազմի կամ կրակոցներից, արժանապատիվ խաղաղությունը, երբ որ այսօր Կիրանցում եւ մյուս սահմանամերձ բնակավայրերում մարդիկ կառուցում են տասնյակներով, հարյուրներով տներ կառավարության 16 միլիոնի ծրագրով, արժանապատիվ խաղաղությունն այն է, որ այսօր Հայաստանի քաղաքացին սեփական երկրում իրեն զգում է հանգիստ, տեսնում է խաղաղության պտուղները, արժանապատիվ խաղաղությունն այնն է, որ մենք այլևս փորձում ենք մեր պետության հնարավորություններն ու ռեսուրսները ծախսենք ոչ միայն պաշտպանության վրա ծախսել ենք, ծախսում ենք եւ շարունակելու ենք մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար, բայց նաեւ մենք արդեն սկսում ենք մեր ռեսուրսները ուղղել օրինակ առողջապահության ապահովագրության վրա, որը խաղաղության արգասիքը նաեւ այն է, որ այսօր օրինակ 65+ տարիքի քաղաքացիները կարող են ամբողջությամբ անվճար բուժվել, որովհետև խաղաղությունը հնարավորություն է տալիս, որ մենք մեր պետական բյուջեի եկամուտները արդեն ավելի շատ բաշխենք մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթական ամենօրյա հոգսերի լուծման համար։ Այս է խաղաղությունը, որովհետև երբ որ դու խաղաղություն չունես, բնականաբար դու ապրում ես ինչ-որ իմաստով ճգնաժամի ռեժիմում եւ դու այդ ճգնաժամը սպասարկելու համար քո պետական բյուջեի եկամուտները հիմնականում ուղղում ես այդ օրակարգի սպասարկման համար։ Հենց դրա համար է, որ այս պատերազմի ուժերը ցանկանում են Հայաստանում իշխանությունը զավթել, նորից մեզ մտցնել պատերազմի անվերջանալի շրջապտույտի մեջ, պատերազմի անվանտակ անընդհատ ուրեմն կեղծել ընտրությունը, ասել ձեն մի հանեք, մի գնացեք ընտրության, ազատությունների մի պահանջեք, որովհետև մենք հիմա ունենք այլ օրակարգեր եւ մարդկանց էլի դնելու բոլորովին այլ ռեժիմի, գոյատևման ռեժիմի մեջ։ Մենք ասում ենք, որ Հայաստանը հաղթահարել է իր գոյատևման ռեժիմը եւ անցել է զարգացման ռեժիմի վրա եւ սա է խաղաղությունը։ Այ դուք առողջության համընդհանուր ապահովագրության մասին խոսեցիք, դուք նաեւ ասում եք թոշակներն է բարձրանալու ապրիլի 1-ից եւ ինչ է ասում ընդդիմությունը, ասում է սա արվում է ընտրություններին ընդառաջ եւ սրանք այլ քայլ քան նախընտրական շրջան է, այսպես ասած իրենց գնահատականով օրինական կաշառք է, այլ գնահատական իրենք չեն տալիս։ Դա ընդդիմության անօգնականության եւ սնանկության դրսեւորումը, որովհետեւ ընդդիմությունը ինչ ասում է, ապահովագրությունը անում են նախընտրական քարոզչությունը, թոշակները բարձրացնում են նախընտրական քարոզչությունը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գալիս է Հայաստան, նախընտրական քարոզչություն է, Միացյալ Նահանգները միլիարդների ներդրում է պատրաստում Հայաստանում անել նախընտրական քարոզչություն, եվրոպական քաղաքական համայնքի համաժողովն է տեղի ունենալու Հայաստանում մայիսին, ասում են նախընտրական քարոզչություն է, ու հստակ ընդդիմությունը հայտնվում է մի հատ շատ հիմար վիճակում։ Եթե ստացվում է այնպես, որ Նիկոլ Փաշինյանը
այնքան ռեսուրս ունի, որ կարողանում է ԱՄՆ փոխնախագահին նախընտրական քարոզչության շրջանակներում Հայաստան հրավիրի, եվրոպական խոշորագույն երկրների լիդերներին Հայաստան հրավիրի, այս բոլոր process-ներն անի, ուրեմն այդ նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին պիտի նայի եւ պիտի ասի հրաշալի է, այսինքն մենք այսօր ունենք այնպիսի հզոր կառավարություն եւ հզոր վարչապետ, որ ես պետքա գնամ եւ ընտրեմ այս նույն կառավարությանն ու վարչապետին ու քաղաքական թիմին։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացին հենց այդպես էլ անելու է։ Պարոն Կոնջորյան, իրենք նաև այսպիսի մի թեզ են առաջ քաշում, որ նաև Հայաստանի ներքաղաքական հարցերի շուրջ է Հայաստանը նաև պայմանավորվածություն ձեռք բերում Ադրբեջանի հետ եւ օրինակ են բերում սահմանադրական փոփոխություններ, նաև ասում են տեսակ, որ ասում ենք վարչապետը հայտարարեց, որ հայ անկախության հռչակագրին հղումը իր կարծիքով պետք է չլինի նոր սահմանադրության մեջ։ Իսկ ով էր այդ մասին պահանջում Իլհամ Ալիևը։ Մենք բազմիցս ասել ենք, որ նոր սահմանադրություն ունենալու թեման բացառապես Հայաստանի ներքին օրակարգն է։ Մենք այս մասին խոսել ենք շատ վաղուց, վարչապետը հրապարակային այս մասին խոսել է դեռևս 2020 թվականի փետրվարին, որովհետև մենք գտնում ենք, որ Հայաստանը պիտի ունենա այնպիսի սահմանադրություն, որի լեգիտիմության եւ որի ընտրության վերաբերյալ ժողովուրդը չունենա որևէ կասկած։ Սա է եղել եւ կա մեր սահմանադրության նոր սահմանադրություն ունենալու գլխավոր ուրեմն եւ միակ ուրեմն դրդապատճառը եւ որևէ այլ արտաքին ազդակ այստեղ որևէ առնչություն չունի, իսկ ինչ որ վերաբերում է անկախության հռչակագրի հարցին, այո, մենք գտնում ենք, որ նոր սահմանադրությունում պիտի հղում չլինի անկախության հռչակագրի վրա, որովհետև անկախության հռչակագիրը եղել է կոնֆլիկտի հռչակագիր, կոնֆլիկտի ոչ բացարձակապես անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է եւ այդ պատմական փաստաթուղթը օբյեկտիվորեն կա, անցյալը օբյեկտիվորեն կա եւ որևէ մեկը չի կարող անցյալը ջնջել բայց մենք հիմա խոսում ենք ներկայի մասին, մենք հիմա խոսում ենք ապագայի մասին։ Մենք ըստ էության, եթե մենք այդ նույն անկախության հռչակագիրը դնում ենք մեր հանրային հարաբերությունների եւ աշխարհի հետ մեր հարաբերությունների ելակետում, դա նշանակում է, որ մենք աշխարհին ասում ենք, որ մենք կոնֆլիկտածին ենք, որ մենք ըստ էության հավակնություններ ունենք Հայաստանի տարածքից դուրս, ինչը նշանակում է, որ այդ աշխարհը չի թողնելու, որ մենք զարգանանք, որովհետեւ պարզ է, չէ, որ եթե որևէ մեկը գիտի, որ մենք մի օր հզորանալով գնալու ենք իրենցից ինչ որ բան ենք վերցնելու, ինքը ամեն ինչ անելու է, որ մենք չհզորանանք։ Սա պարզ այնքան պարզ տրամաբանություն է, որ նույնիսկ 4 տարեկան երեխան կհասկանա։ Մեր այսօրվա անդիմությունը դա ոչ թե չի հասկանում, այլ ձևացնում է, թե չի հասկանում, որովհետև այսօրվա մեր ընդդիմությունը ցավոք սրտի ծառայում է արտաքին ուժերի նպատակն է, որ Հայաստանը մշտապես լինի կոնֆլիկտի ճիրաններում, որպեսզի Հայաստանը լինի կառավարելի, իսկ երբ որ Հայաստանը ազատվում է կոնֆլիկտի կապանքներից, Հայաստանը սկսում է իր բնականոն հարաբերությունները կառուցել աշխարհի եւ իր հարևանների հետ, զարգանալ, ապա ինքը կարիք չի ունենում այդ փրկիչին, որ պիտի գա եւ անընդհատ իրեն փրկի ուժեղ թշնամիների ճիրաններից։ Հայաստանը դառնում է նորմալ բնականոն հարևանների հետ ուրեմն զարգացող եւ առևտուրանող տնտեսական համագործակցություն հաստատած, դիվանագիտական հարաբերություններ հաստատած երկիր։ Եվ սա մեր նպատակն է եւ մենք այս ուղղությամբ գնում ենք։ Իդեպ այս հարցը քննարկվել է արդեն վարչությունում եւ խորհրդարանական խմբակցությունում։ Այդ մասին արտարդարության նախարարներ ասել։ Այո, մենք քննարկումներ ունեցել ենք եւ քննարկումները շարունակում ենք։ Մեկ անգամյա չի քննարկումը, մենք քննարկումների շարք ենք սկսել եւ դեռ որոշակի ժամանակաշրջան շարունակենք քննարկել։ Բայց արդեն ընդհանուր համաձայնություն ըստ էության կա, որ հռչակագրին հղում չպետք է լինի։ Մեր դիրքորոշումն է, որ այո, հռչակագրին հղում պետք է չլինի։ Իմ նշած տրամաբանությամբ։ Պարոն Կոնջորյան, երբ որ փրկիչների մասին խոսեցիք եւ այլն, օրինակ վերջերս եղավ եւս մեկ անգամ նման հայտարարություն, որ Հայաստանի ըստ միտքը հասա էր, որ Հայաստանի ապագան ամրությունը միութենական պետության կազմում է, ինչպես է վերաբերվում դիտարկում նման հայտարարությունները։ Այն գործիչները եւ այն ուժերը, ովքեր որ հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչյանը եւս չի բացառել Հայաստանին միութենական պետության կազմ դնելը, նաեւ Գյումրու արդեն ձերբակալված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւս հայտարարել էր, որ Հայաստանը պիտի մտնի միութենական պետություն եւ այդ քաղաքապետին ընտրել է այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը իրենց ձայներով եւ բոլոր այն ուժերը, այն գործիչները, ովքեր հանդես են գալիս Հայաստանը միութենական պետության կազմը մտցնելու, նրանք ըստ էության հանդես են գալիս Հայաստանի ինքնիշխանությունը եւ պետականությունը մատաղանելու քաղաքականության դիրքերից։ Նրանք ինչ են ասում, նրանք ասում են, որ Հայաստանի պետականությունը պետքա լուծարել եւ հայ ժողովրդի ճակատագիրը որպես մանրադրամ պետքա շպրտել օտար տերությունների ոտքերի տակ։ Նրանք Հայաստանի ինքնիշխանությունը պատրաստվում են դնել այդ աշխարհաքաղաքական առևտրի զոհասեղանի
Հայաստանի վրա, իրենք իրենց բաժինը դրանից վերցնելու են եւ հետո դառնալու են Հայաստանում գուբերնիայի կառավարիչ, ծայրագավառապետ, բայց այդ աղետալի գործարքի գինը վճարելու է Հայաստանի ժողովուրդը, վճարելու է սեփական ունեցվածքով, վճարելու է նոր պատերազմով, վճարելու է այդ պատերազմում սեփական զավակների արյամբ, իրենց երեխաները չեն գնալու այդ պատերազմում զոհվելու, որովհետև իրենց երեխաները կամ արդեն ուրիշ երկրի քաղաքացի են, իրենք նույնիսկ իրենց թոռներին ուղարկում են, որ ծնվեն ուրիշ երկրներում, որ իրենք զինապարտ չլինեն Հայաստանի Հանրապետությունում։ Իրենք ցանկանում են Հայաստանի ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների զավակների արյան շնորհիվ իշխանություն զավթել։ Սա ուղղակի ստորակարճ անբարոյականություն է, որը փորձում են նրանք ուրեմն իրականացնել Հայաստանում, եւ ես նորից եմ ասում, այս ամեն ինչը կանխելու ամենաուղիղ ճանապարհն այն է, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընդամենը 30 րոպե ժամանակ տրամադրի, 30 րոպե ժամանակ տրամադրի, բայց տասնամյակներով ու հարյուրամյակներով ինքը ապահովագրի սեփական պետության, պետականության իր ընտանիքի, իր զավակների կյանքը։ Պարոն Կոնջորյան, հիմա քաղաքական դաշտում թե վերլուծաբանների շրջանում եւ թե տարբեր շրջանակներում նաեւ այսպեսի քննարկում կա, որ հնարավոր է օրինակ ուժեղ Հայաստան կուսակցությունը չգրանցվի, այսինքն չգրանցեն ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Դուք որքան եք գնահատում այս քննարկումների հավանականությունը։ Ես անկեղծ ասած չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ կուսակցությունների գրանցում-չգրանցումը ես որքան որ գիտեմ հստակ իրավական թղթաբանության հետ կապված հարցեր են, կարծում եմ, որ սա կենտրոնական ընտրական հանձնաժողովի տիրույթն է եւ իրենք պիտի մեկնաբանեն այս հարցերը։ Որն է լինելու ձեր գլխավոր ուղերձ այս ընտրություններում ձեր ընտրողներին, այսինքն ինչի պետք է ձեր ընտրողները հենց ձայնը տան ձեզ։ Դա անվտանգային պատճառներ թե նաեւ սոցիալական։ Դա նախ եւ առաջ խաղաղությունն է, որովհետեւ խաղաղությունն ու միայն խաղաղությունն է, որ ապահովելու է կայուն եւ երկարաժամկետ բարեկեցություն, հարատեվություն մեր ժողովրդի ու մեր պետության համար, եւ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ինքը կգնա եւ ընտրություններում ինքը տեր կկանգնի այն խաղաղությանը, որը կերտել է, որովհետեւ այս պահին մեր ունեցած խաղաղությունը եւս կերտել է մեր ժողովուրդը, կերտել է իր ընտրած կառավարության միջոցով, իր ընտրած քաղաքական մեծամասնության միջոցով, եւ մենք վստահ ենք, որ ժողովուրդը տեր է կանգնելու իր ձեռքբերման ու նվաճմանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր։